Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններում ավարտին են մոտենում նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կրթօջախների հարակից տարածքներում ճանապարհային ոստիկանության հետ սահմանել ուժեղացված հսկողություն, ինչպես նաև դպրոցների եւ մանկապարտեզների բուժկետերն ապահովել առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով եւ պարագաներով։ Ոչ սահմանված վայրերում աղբթափելու դեպքերի մասով նախորդ շաբաթվա ընթացքում 81 վարչական արձանագրություն է կազմվել։ Զեկուցվել է, որ շարունակվում են Մաշտոցի պողոտայի եւ Սայրան փողոցի միջև ընկած այգու վերակառուցման աշխատանքները։ Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում երեխաների հերթագրման եւ հաճախելիության հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները։ Մշակույթի եւ туриզմի վարչության պետը զեկուցել է, որ Երևանյան ամառ 2015 եռամսյա միջոցառումների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։ Զեկուցվել է նաև, որ ծրագրի եզրափակիչ միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 31-ին։ Բացօթյա ապօրինի առևտուրը իրենից մի շարք ռիսկեր է ներկայացնում, վտանգում է սպառողների առողջությունը, խոչընդոտում է հետիոտնի ու տրանսպորտի երթևեկին, միջավայրում հակասանիտարական վիճակ է ստեղծում եւ այլն։ Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը այս արատավոր երևույթի դեմ պայքարում բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել։ Փողոցներն ու հրապարակները գրեթե ամբողջապես մաքրվել են բացօթյա ապօրինի առևտրից, սակայն առանձին, հատկապես շուկայամերձ տարածքներում երևույթը շարունակում էր տեղ գտնել։ Խնդրին օրերս անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Բնականաբար մենք մեր գյուղացիներին պետք է օգնենք, աջակցենք, բայց այն վայրերում պետք է իրենց առևտուրը իրականացնեն, որտեղ թույլատրելի է։ Մենք ամեն շաբաթ կիրակի Երևան քաղաքում նաև տոնավաճառ ենք գյուղմթերքի թույլատրել, կազմակերպել են գյուղնախարարության հետ միասին, այդ հնարավորությունը կա։ Բոլոր վարչական շրջաններում գործում են մինի շուկաներ եւ մեծածախ նաև շուկաներ 3 վարչական շրջանում պետք է ավելի խիստ լինենք եւ հետեւողական լինենք նաեւ ոստիկանության հետ միասին, որ օրենքի սահմանված կարգով այդ առևտուրը իրականացնեն։ Մենք այնքան այս շրջայցերը եւ հսկողությունը պետք է իրականացնենք, մինչեւ արատավոր այս երևույթը ամբողջությամբ վերացնենք։ Քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի առևտրի եւ սպասարկումների վարչությունը մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների աջակցությամբ տևական ստուգայցներ սկսեց վարչական շրջաններում, այդ թվում նաեւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի շուկայամերձ Վանցյան փողոցում, ուր չնայած բազմաթիվ զգուշացումներին, սանիտարական ոչ պատշաճ պայմաններում, փողոցի ու հարակից մայթերի ողջ երկայնքով երկար տարիներ իրականացում էր բացօթյա ապօրինի առևտուր։ Ստուգայցի շրջանակում առևտրով զբաղվող քաղաքացիներին մեկ անգամ եւս տեղեկացվեց, որ չսահմանված վայրում առևտուրն արգելված է օրենքով։ Ըստ այդմ բոլորին հորդորվեց գործունեություն ծավալել բացառապես շուկաներում եւ առևտրի համար սահմանված մյուս տարածքներում։ Հարակից շուկայի տնօրինության հետ էլ ձեռք բերվեց պայմանավորվածություն առևտրով զբաղվող քաղաքացիների համար տեղեր հատկացնել գյուղատնտեսական շուկայի բուն տարածքում։ Իհարկե ընդվզողներ էլ եղան, բերվում էին մի շարք պատճառաբանություններ, սակայն ինչպես ասում են, այս հարցում քաղաքային իշխանությունների վճռականությունը անսասան էր։ Փողոցը պետք է մաքրվեր։ Արդյունքում տևական բացատրական աշխատանքներից հետո բոլոր անձինք, որոնք իրականացնում էին գյուղմթերքի առևտուր, տեղափոխվեցին Մալաթիայի գյուղատնտեսական արտադրանքի շուկա։ Ճիշտ է, որոշում են ընդունել, որովհետև դրսի առևտուրը չես կարող համարել քաղաքակիրթ։ Դրսում արևի տակ էր, մաքուր չէր, հիմա նորմալ է։ Մի օր բերել է, բոլորն կգան ստեղ։ Ավելի լավ աստեղ է, կամ թե արևի տակ։ Այսօր մայրաքաղաքում գործում են գյուղմթերքի թվով 28 շուկաներ եւ 2 տոնավաճառներ։ Բոլոր շուկաներում եւ տոնավաճառներում կան ազատ տեղեր, ուր ստեղծված են անհրաժեշտ պայմաններ քաղաքակիրթ առևտուր իրականացնելու համար։ Սա իգիտություն այն քաղաքացիներին, ովքեր դեռ մտածում են, որ մայրաքաղաքի առանձին բացօթյա հատվածներում կկարողանան իրականացնել բացօթյա ապօրինի առևտուր։ Միանշանակ արգելվելու է դրան գումարած վարչական պատասխանատվությունը։ Ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ 15,000-ից 20,000 դրամի, իրավաբանական անձանց նկատմամբ 50-ից 70,000 դրամի չափով։ Մեկ տարվա ընթացքում կրկին
նույն խախտումը կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ 40,000-ից մինչև 50,000 դրամի, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ 90,000-ից 110,000 դրամի չափով։ Ինչևէ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացված համատեղ ստուգայցը նպատակ էր հետապնդում կանոնակարգել նաև տաղավարներից ու փոքր խանութներից հագուստի եւ զանազան այլ իրերի առևտրով զբաղվող քաղաքացիների գործունեությունը։ Մալաթիա փողոցում կարծես չակերտավոր օրինաչափության վերացված համատարած վաճառքի իրերով ծանրաբեռնել էին առևտրային գործունեության տարածքի արտաքին հատվածն ու մայթերը։ Բնականաբար այստեղ էլ պատճառաբանությունները բազմաթիվ էին, որոնցից մեկն այն էր, որ այս կերպ անցորդները փնտրած ապրանքը կգտնեն առանց խանութ մտնելու։ Սակայն պարզից էլ պարզ է, որ ով փնտրում է, նա գտնում է հայտնի սկզբունքով, ցանկության դեպքում որոնած ապրանքը այսպես թե այնպես կգտնվի։ Եվ հետո սա է թույլատրելին, սա է քաղաքակիրթն ու օրինականը։ Ի վերջո բացատրական աշխատանքը այստեղ էլ արդյունք տվեց։ Միջոցներ ձեռնարկվեցին եւ հարցը կարգավորվեց, մարդիկ հասկացան, որ չի կարելի դա օրենքով չի թույլատրվում, օրենքով թույլատրվում միայն 5 տեսակների գծով բացօթյա առևտուր եւ սկսեցին գործունեություն ծավալել ներսում։ Այժմ արդեն ահա այսպիսի պատկեր է, ոչ մի ապրանք տաղավարի տարածքից դուրս կամ արտաքինից չի երևում, հսկողությունը խիստ է լինելու։ Ներկայումս Երևանի քաղաքապետարանի առևտրի եւ սպասարկումների վարչության հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից ոստիկանության քաղաքային վարչության հետ համատեղ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում սահմանված է ուժեղացված հսկողություն։ Քաղաքապետի կողմից մշտապես այդ հանձնարարականներ են տվում, որպեսզի այդ հարցը կարգավորվի։ Քաղաքապետարանի բոլոր գործողությունները ներկայումս ուղղված են միայն եւ միայն սպառողների շահերի եւ իրավունքների պաշտպանությանը։ Երևանի քաղաքապետարանը երևանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին եւս հորդորում է հարգել օրենքի տառը, առևտուր իրականացնել միայն սահմանված վայրերից ու սահմանված չափանիշներով, իսկ գյուղմթերք ձեռք բերել բացառապես շուկաների տարածքից, չվտանգելով ու փորձության չընտարկելով նաեւ սեփական անձը, ինչպես նաեւ այդ կերպ նպաստելով քաղաքի մաքրությանն ու կոկիկ տեսքին։ Բոլոր դեպքերում ստուգայցերը կրելու են պարբերական բնույթ, մինչև բացօթյա ապօրինի առևտուրը մեզանում այլևս տեղ չունենա։ Երևանի Կարապի լճի շուրջ բոլորը գարեջրի փառատոն էր։ Առանձին տաղավարներում հայկական գարեջրային շուկայի առաջատար ընկերությունները, քաղաքի գարեջրատները, սրճարաններն ու փաբերը Երևանի գարեջրի փառատոնի այցելուների համար թարմ ու տարատեսակ ըմտիր գարեջուր էին բերել գարեջրի խորտիկներով, ներկայացրել հայկական գարեջրի լավագույն ավանդույթները։ Գարեջրի պատրաստման 3000-ամյա վկայություն ունեցող Երևանում փառատոնին հիմք դրվեց անցյալ տարի ավանդական դարձնելու մտայնությամբ։ Այս տարի արդեն փառատոնը քաղաքապետարանի Երևանյան ամառ ծրագրի ամենասպասվածներից է, եթե ոչ ամենամարդաշատը։ Փառատոնի երկրպագուներն ու կազմակերպիչները միակարծիք են։ Փառատոնը լավագույն միջոցն է հանրությանը, հայերին ու հյուրերին ներկայացնելու մեր գարեջրի լավագույն ավանդույթները, գարեջրի արտադրման շուկայում եղած նորամուծությունները, նոր ապրանքատեսակները։ Հիանալի է, լավ երեկոյա ժողովուրդ ուրախանում են, մենք տուրիստ ենք։ Շատ հաճելի։ Мы приехали с России, очень довольны, очень красиво, очень хорошо, нам нравится։ Ինձ էլ է շատ դուր գալիս այս միջոցառումը, շատ հաճելի է։ Թող մարդիկ ուրախանան, զովանան ըմպելիքով։ Սիրում եմ իմ Երևանը, որ միշտ լինի այսպես աշխույժ։ Շատ եմ սիրում, ուրախություն եմ սիրում։ Գարեջրի փառատոն է այցելել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել մասնակից ընկերությունների առաջարկներին, փառատոնի ընթացքին ու զրուցել քաղաքացիների հետ։ Փառատոն էր համերգային շոու ծրագրով երաժշտական բենդերի, դիջեյների ու պարային խմբերի մասնակցությամբ։
Այցելուներից շատերը նաև բազմաթիվ մրցույթների ու անակնկալների մասնակից են դարձել։ Մրցույթներում հաղթողների համար քաղաքապետարանն ու մասնակից ընկերությունները մրցանակներ ու անակնկալներ էին պատրաստել։ Երևանյան ամառ 2015-ը ամփոփվելու է օգոստոսի 31-ին Կարապի լճում եզրափակիչ մեծ համերգով։ Սիրելի երևանցիներ եւ Երևան ժամանած հյուրեր, Երևանյան ամառ 2015 երամսյա մարզամշակութային ծրագրի ամփոփումը տեղի կունենա օգոստոսի 31-ին ժամը 20-ին Կարապի լճի բացօթյա բեմահարթակում։ Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու ցտեսություն ամառ բազմաժանր ու ամառն ամբողջացնող համերգային ծրագրին։ Օգոստոսի 31-ին ժամը 20-ին ամռան վերջին օրը Երևանյան ջերմ ամառին ցտեսություն, իսկ աշնանը բարի գալուստ։ Սիրով Երևանի քաղաքապետարան։ Թեժ ու հագեցած ամառ լի մարզամշակութային միջոցառումներով արդեն ավանդական դարձած Երևանյան ամառ ծրագիրը տարեստարի ընդլայնելով միջոցառումների շրջանակը Երևանյան հանգիստն ու հանգստացող երևանցիների առօրյան դարձնում է տոնական, մշակութային ու մարզական։ 2015 թվականը եւս բացառություն չէր։ Երամսյա ծրագրի սպասված ու հերթական միջոցառումը ջրաշխարհ համալիրում էր։ Երևանյան մարզական ամառ 2015 մարզամշակութային միջոցառմանը հանդիսատեսի ու մասնակիցների հետ միասին ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։ Մայրաքաղաքի մարզական կյանքի աշխուժացմանն ու առողջ ապրելակերպին ուղղված Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը դարձել է սիրված ու սպասված։ Երևանի 12 վարչական շրջանների թիմերի շքերթով մեկնարկած միջոցառումն ուղեկցվեց ցուցադրական ելույթներով։ Հանդիսատեսին ողջունեցին նաև սիրված կատարողներ ու պարային խմբեր։ Երրորդ տարին անընդմեջ անցկացվող միջոցառման շրջանակում վարչական շրջանների թիմերը միմյանց հետ մրցեցին պարանի ձգում ջրի մեջ, վտանգավոր ուղի եւ փոխանցումավազք թիավարում փրկողակի մեջ մրցախաղերում։ Չնայած անձրևոտ եղանակին, մասնակիցները մեծ պատասխանատվությամբ ու ոգևորությամբ էին դուրս եկել պայքարի։ Սուրտ ընդհանրապես չի խանգարում, քանի որ միջոցառումը շատ լավ է կազմակերպված եւ շատ ուրախ ենք մասնակցում։ Մենք մեծ ուրախությամբ նաեւ մյուս տարիներին կմասնակցենք այս նույն միջոցառմանը։ Մեծ սիրով մասնակցում ենք այս միջոցառմանը միշտ ամեն տարի, այս տարի փորձում ենք կրենք։ Մարտական տրամադրություն եկել ենք հաղթելու համար։ Շատ լավ է, որ կան նման միջոցառում, մենք մեծ սիրով մյուս անգամ էլի կմասնակցենք։ Ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք։ Երևանյան մարզական ամառ 2015 մրցախաղի արդյունքներով լավագույն մարզական վարչական շրջան ճանաչվեց Շենգավիթը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Նորք Մարաշ վարչական շրջանը, իսկ երրորդ տեղը կիսեցին Ավան եւ Արաբկիր վարչական շրջանները։ Հաղթող թիմերին գավաթները հանձնեց ու շնորհավորեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Առանձնակի կարևորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը, Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն էլ ընդգծեց, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող հստակ քաղաքականության արդյունքում մայրաքաղաքի մարզական կյանքի աշխուժացմանն ու սպորտաձևերի զարգացմանը եւ մասսայականացմանն ուղղված ծրագրերն իսկապես արդյունավետ են եւ ապահովում են ոլորտի համաչափ զարգացումը։ Մայրաքաղաքում հանգստացող բնակիչների ու հազարավոր հյուրերի առօրյան տոնական դարձրած երամսյա ծրագիրը մոտենում է ավարտին։ Պատասխանատուները վստահեցնում են 2016-ի Երևանյան ամառը նույնպես թեժ է լինելու։
Սիրելի երևանցիներ եւ Երևան ժամանած հյուրեր, Երևանյան ամառ 2015 երամսյա մարզամշակութային ծրագրի ամփոփումը տեղի կունենա օգոստոսի 31-ին ժամը 20-ին Կարապի լճի բացօթյա բեմահարթակում։ Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու ցտեսություն ամառ բազմաժանր ու ամառն ամբողջացնող համերգային ծրագրին։ Օգոստոսի 31-ին ժամը 20-ին ամռան վերջին օրը Երևանյան ջերմ ամառին ցտեսություն, իսկ աշնանը բարի գալուստ։ Սիրով Երևանի քաղաքապետարան։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ միասին հանդիպել է համահայկական ամառային 6-րդ խաղերի մասնակից Երևանի հավաքական թիմի անդամների հետ։ Մարզական այս խոշոր ստուգատեսին Երևանի շուրջ 500 մարզիկներից կազմված պատվիրակությունն ակտիվ մասնակցություն ունեցավ, ստանալով ամենաշատ պարգևները, ինչի արդյունքում էլ թիմային հաշվարկով Երևանը զբաղեցրեց համահայկական ամառային 6-րդ խաղերի առաջին հորիզոնականը։ Ողջունելով Երևանյան թիմի անդամներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել եւ շնորհակալություն է հայտնել նրանց Երևանի մարզական պատիվը հերթական անգամ բարձր պահելու եւ փայլուն հաղթանակների համար։ Առանձնակի կարևորելով մարզամշակութային միջոցառումների անցկացումն ու առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես լինելու է մայրաքաղաքը ներկայացնող մարզիչների ու մարզիկների կողքին։ Երևանի քաղաքապետարանը վերջի տարիներին մեծ աշխատանք է կատարել սպորտ դպրոցների թե վերանորոգման, թե գույքի ձեռքբերման, բայց դրանով պետք է չբավարարվենք եւ շարունակենք մեր աշխատանքը մինչեւ այն, ինչը կգոհացնի թե մեր մարզիչներին, թե մեր այն երեխաներին, ովքեր հաճախում են սպորտ դպրոցներ։ Երևանյան թիմի անդամներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի հավաքական թիմի հանդեպ ցուցաբերած ուշադրության եւ աջակցության համար, ընդգծելով, որ նման վերաբերմունքը խիստ ոգևորիչ է եւ լրացուցիչ ուժ է տալիս ապահովելու նորանոր հաղթանակներ։ Համահայկական ամառային 6-րդ խաղերում Երևանի հավաքական թիմի նվաճած գավաթները հանձնվել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ավանդույթի համաձայն դրանք կպահվեն Երևանի քաղաքապետարանում։ Մինչ Երևանի պետական կրկեսը կառուցվում է, մայրաքաղաքն առանց կրկեսի չի մնում։ Քաղաքապետարանի անակնկալը Երևանյան ամառ ծրագրի հյուրն է Պետերբուրգյան իմպերիալ շապիտո կրկեսը։ Շունչը պահած նայելու բարդ հնարքներ, հնարամիտ ծաղրածու, քայլքը ճիշտ վարժեցրած ուղտեր ու հրամաններին վարժված գիշատիչներ։ Կրկեսային վրանում 2 ժամ հնարքների ու էմոցիոնալ բազմազանություն է։ Լավ էր, դուր եկա։ Հիանալի էր, որ բալիկս էլ դեռ 1 տարեկան է, բայց ինքն էլ շատ հիացած նայում էր, ծափահարում էր։ Ինձ շատ դուր եկավ, ես անհամբեր սպասում եմ երբ պիտի գա որեսօրը, ես կամ շատ սիրուն էր, ամեն ինչը սիրուն էր, ծաղրածուի համարն էր լավը, արյուսները, ամեն ինչն է լավն էր։ Ծաղրածուն է գայ պիստայտով, բայց սաղին պեզեցնում է պիստայտով։ Սանկտ Պետերբուրգի իմպերիալ շապիտո կրկեսն առաջին անգամ է Երևանում, 1 ամսից քիչ ավել տևող հյուրախաղով։ Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն ասում է, մինչ նոր շենքը մեր կրկեսն էլ անգործ չի մնում։ Բազմաթիվ հյուրախաղեր արտերկրում, ներկայացումներ Երևանում եւ ոչ միայն։ Մեր քաղաքապետը, բացի նրանից, որ աշուժացրել է քաղաքի մշակութային կյանքը, մեր կրկեսային խմբերը շրջիկ մեկնում են Տավուշի մարզ, մեկնում են Սյունիք, Ղարաբաղից նորեն վերադարձել եւ այդ բոլորը անում է քաղաքապետարանը։ Նրանք ոչ միայն մտածում են քաղաքի մասին, այլ մարզերի մասին եւս, դա լավ, բրավո։ 2015-ը Ենգիբարյանական տարի է։ Սանկտ Պետերբուրգի իմպերիալ շապիտո կրկեսի երևանյան հյուրախաղն էլ նվիրված է Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 80-ամյակին։
Սիրելի երևանցիներ եւ Երևան ժամանած հյուրեր, Երևանյան ամառ 2015 երամսյա մարզամշակութային ծրագրի ամփոփումը տեղի կունենա օգոստոսի 31-ին ժամը 20-ին Կարապի լճի բացօթյա բեմահարթակում։ Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու ցտեսություն ամառ բազմաժանր ու ամառն ամբողջացնող համերգային ծրագրին։ Օգոստոսի 31-ին ժամը 20-ին ամռան վերջին օրը Երևանյան ջերմ ամառին ցտեսություն, իսկ աշնանը բարի գալուստ։ Սիրով Երևանի քաղաքապետարան։